Պարոն Սիմոնյան, եթե արդեն օրենք սկսի գործել, հա, նախ դա անհապաղ է ուժի մեջ մտնելու, թե ոչ կխնդրեմ դա հստակեցնել եւ հենց ուժի մեջ մտավ արդեն պետք է ներկայացուցիչ ունենա պետությունը, թե ոչ։ Թե պետք է սպասի, ինչպես պարոն Վարդանյանը նշեց, խնդիրների դեպքում արդեն կառավարմանը միջամտեն, թե կսպասեք ինչ-որ խնդիր լինի, նոր միջամտեն։ Օրենքը ուժի մեջ կմտնի քվեարկությունից անմիջապես հետո, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, անկեղծ ասած չգիտեմ։ Ոնց կլինի, էլի, այսինքն կառավարիչ միանգամից կնշանակվի, թե ինչ որ ոնց որ պարոն Վարդանյանը ասաց, այդ տրամաբանության մեջ կան, չգիտեմ։ Իսկ դուք ինչ եք կարծում, քննարկան չեմ լսում։ Դուք ինչ եք կարծում, կա անհրաժեշտություն, որ օրենք ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո արդեն պետական կառավարիչ, այսպես նշանակվի, թե ոչ։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա եւ ես տեղեկություններ ունեմ, չգիտեմ որքանով են հավաստի, բայց ես այդպես տեղեկություն ունեմ, որ ներսում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների եւ ամսի 4-ին ասել են, որ ամսի 4-ին երթ լինելու եւ էլի պարտադրել են հեծի աշխատակիցներին, որպեսզի իրանք մասնակցեն։ Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ, հա, տենց ինֆորմացիա ունեմ ու պետք է ասեմ, որ ուզում եմ կրկնել առիթը օգտագործելով, ուզում եմ կրկնել վարչապետի ասած ազգային ժողովում, հարգելիներս, այդ բոլոր մարդիկ, ովքեր նման բան են ասում եւ նման բան են առաջարկում, դրանք առնվազն գործից ազատվելու են օրենքը ընդունվելուց հետո նոր կառավարիչ նշանակվելու պարագայում դրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Նախապես թեկնածու եք կառավարիչ։ Մի հարց